Ողջույն սիրելիներ, այսօրվա ճաշու ընթերցվածի ավետարանի մեջ այսպիսի խոսք կա. Տեր Հիսուս Քրիստոս ասում է. դրա համար քեզ ասում եմ, իր անհամար մեղքերը կներվեն սրան, որովհետև ուժգին սիրեց, քանզի ում շատ է ներվում, շատ է սիրում, ում սակավ, սակավ։ Այս խոսքերն ասաց մեր Տեր Հիսուս Քրիստոս, երբ Բեթանիայում բորոտ Սիմոնի տանը ճաշի էր նստած և մի կին Ղազարոսի քույրը Մարիամը եկավ և ազնիվ յուղ թանկարժեք լցրեց Տիրոջ գլխին, օծեց նրան, ապա նրա ոտքերը համբուրում էր արտասուքով լվանում և իր մազերով սրբում։ Եվ Սիմոնը փարիսեցի լինելով անհավատություն դրսևորեց Տիրոջ նկատմամբ, ասելով. եթե սա մարգարե մեկն է, ապա կիմանար, թե ով է այս կինը։ Եվ Տերը նրան դաս տվեց, մի առակ պատմելով, թե երկու պարտապաններ կային, մեկը շատ էր պարտք, մյուսը քիչ, և երկուսին էլ ներվեցին պարտքերը, ապա հարց տվեց Սիմոնին. ով ավելի շատ կսիրի։ Եվ Սիմոնն ասաց. ես կարծում եմ, թե ում շատ շնորհվեց։ Տերն ասաց. լավ ասացիր, և ահա այս կինը ինձ շատ սիրեց, ուստիև քանի որ նրա բազում մեղքերը ներվեցին։ Այսպես հարազատներ, շատ կարևոր է գիտակցել, որ Աստծո նկատմամբ սեր ունենալը պարտադրանք չէ մեզ համար, որովհետև Աստված նախ ինքը սիրեց մեզ և իր ողջ ունեցվածքը, իր արքայությունը, նույնիսկ իր կյանքը տվեց, որպեսզի մենք ապրել կարողանանք։ Նա չեկավ այս աշխարհը դատելու համար, որովհետև ասում է, թե Աստված իր որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի աշխարհը նրանով փրկվի։ Եվ տեսնում ենք, որ անհավատությունը այստեղ որևէ օգուտ չի տալիս Սիմոնին։ Եվ հուսով ենք, որ Տիրոջ այս խոսքով Սիմոնը դարձի եկավ և հավատաց, որ Հիսուս նույն ինքը մեր Փրկիչ Քրիստոսն է։ Այստեղ հետաքրքիր մի շարունակություն կա Մատթեոսի ավետարանում համանուն դրվագում, որ Հուդան տեսնելով այս բանը, քանի որ արծաթասեր էր, զայրացավ և գնաց ու վաճառեց Տիրոջը, ափսոսալով այն յուղը, որ այն կինը լցրել էր Տիրոջ գլխին։ Վաճառեց Տիրոջը այդ յուղից էլ էժան 30 արծաթով։ Եվ հիմա տեսնում ենք, որ փարիսեցու անհավատության զուգահեռ Տիրոջ աշակերտը անհավատարիմ գտնվեց։ Սիրելիներ, քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է, թե քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է, իսկ քչի մեջ անիրավը շատի մեջ էլ անիրավ է, արդ եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ ով կվստահի ճշմարիտը։ Այս տրամաբանությամբ սիրելիներ դարձյալ ասենք. Աստծուն սիրելը պարտադրանք չէ մեզ համար, սակայն եթե մենք մեր ողջ կարողությունը, որ թեպետև Աստծո կարողության հետ համեմատած քիչ է, ներդնենք մեր հոգևոր կյանքի համար, ներդնենք բարին գործելու համար, աղքատին ողորմելու համար, ապա Աստված իր ողջ կարողությամբ, իր ողջ սիրով, իր չափով կհատուցի մեզ, որի համար թող Աստված մեզ ուժ կարողություն տա և հոժարություն Աստծո նկատմամբ սիրով ոգևորվելու և ապրելու։ Վստահ լինենք, ով սիրել կարող է, նա ապրում է։